BBC-ի պատմությունը կեղծ է և էժան սադրանք, որը պլանավորել են արտասահմանյան հատուկ ծառայությունները, ասում է վարչապետը։ Կոբախիձեի խոսքով, կամիտ նյութը, որի օգտագործումը քննարկում է, երբեք չի գտնվել ներքին գործերի նախարարության կողմից ոչ ներկայիս, ոչ էլ նախորդ կառավարության օրոք։ Վարչապետի խոսքով մոտենում է ԵԱՀԿ նախարարական հանդիպումը և Եվրոպական հանձնաժողովի հաջորդ նիստը, որոնք նրանք կփորձեն մեջբերել BBC-ի կողմից տարածվող կեղծ տեղեկատվությունը։ Ազգային շարժումը պահանջում է հրապարակել Իգլ Հիլսի նախագծի հետ կապված համաձայնագիրը։ Լաշա Փարուլավայի խոսքով, ոչ Իգլ Հիլսի նախագիծը, ոչ էլ բազմամիլիարդանոց արաբական ներդրումը գոյություն չունեն։ Նրանց խոսքով, վրացական երազանքի կուսակցությունը այս նախագիծը օգտագործում է կոռուպցիոն նպատակներով։ Այսօր պետական անվտանգության ծառայությունում BBC նյութի հետ կապված հետաքննչյան շրջանակներում հարցաքննվել է Միխայիլ Զաքարաշվիլին, ով Կոտե Չախունաշվիլիի գիտական հետազոտությունում մասնակցություն է ունեցել։ Զաքարաշվիլիի հարցաքննությունը տևել է 1 ժամից ավել, իսկ դուրս գալուց հետո նա նշել է, որ քննչական գերատեսչությունում հարցաքննության ժամանակ կողմը հետաքրքրվել է, թե ինչպես է հայտնվել հետազոտությունում, ով է անցկացրել հետաքննությունը և այլ հարցերի շուրջ, որոնց շուրջ Զաքարաշվիլին ինքը առանձնահատուկ պատասխան չի ունեցել։ Տոքսիկոլոգների մի մասը արձագանքում է BBC-ի կողմից պատրաստած հետաքննական ֆիլմին։ Թեմուր Կուբիձեի տեղեկությամբ, արցունքաբեր գազով թունավորման պատճառով ոչ մի մարդ չի տեղափոխվել ստացիոնար։ Նրա տեղեկացմամբ 2024 թվականին և ընթացիկ տարում քաղաքացիները դիմել են կլինիկաներ տարբեր տեսակի ֆիզիկական վնասվածքների համար։ Քաղաքական սպեկտրում ակտիվորեն քննարկում են BBC-ի ֆիլմը, ընթացիկ հետաքննությունը և կառավարման խմբի իրավական վեճի մեկնարկը։ Վրացական երազանքը ասում է, որ BBC-ի հետաքննական նյութը ամոթալի և ցինիկ է։ Մինչդեռ ընդդիմությունում գտնում են, որ կառավարությունը հարցաքննության հանցագործություն է կատարել և անհրաժեշտ է հետաքննություն սկսել երկրի շրջանակներից դուրս։ Քաղաքական սպեկտրի քննարկման առանցքայինումը Ֆեդերիկո Մոգերինիի և Եվրամիության ու Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների շուրջ կոռուպցիոն սկանդալը։ Խոսքը վերաբերում է Եվրամիության ֆինանսավորման հետ կապված խարդախության և կոռուպցիայի գործերին, որտեղ Եվրամիության ֆոնդերի ենթադրյալ ոչ նպատակալի կիրառման գործով հետաքննություն է ընթանում։ Եվրամիության նախկին բարձրաստիճան ներկայացուցիչ Ֆեդերիկո Մոգերինիի և ևս 2 անձի առաջադրվել է մեղադրանք և կալանքից նրանք ազատ են արձակվել։ Եվրամիության դատախազությունում հայտարարում են, որ ընթացիկ հետաքննության վերաբերյալ այլ մանրամասներ չեն կարող հանրայնականացնել, ելնելով անվտանգության նկրտումներից։ Դեկտեմբերի 2-ին Եվրոակտը տարածել է տեղեկատվություն, որի համաձայն Բելգիայի ոստիկանությունը խուզարկել է Եվրամիության արտաքին գործերի ծառայության և Բելգիայի Եվրոպայի քոլեջը, ինչպես նաև մի քանի բնակելի տներ Եվրամիության միջոցների ենթադրյալ չարաշահման վերաբերյալ հետաքննության շրջանակներում։ Կորեայի միջազգային սոմելենների ասոցիացիայի ներկայացուցիչները Վրաստան են այցելել։ Շրջագայության շրջանակներում կորեացի գինու մասնագետները այցելել են կախեթիի վրացական գինու ընկերություններ և գինեգործարաններ, տեղում ծանոթացել վրացական գինեգործության տեխնոլոգիային և ավանդույթներին։ Քութայիսից դեպի Վենետիկ չվերթները սկսվել են դեկտեմբերից, Հռոմից և Միլանից հետո։ Քութայիսից դեպի Վենետիկ չվերթները սկսվել են դեկտեմբերից, Հռոմից և Միլանից հետո սա կլինի 3-րդ քաղաքը։ Վիզիարը շաբաթական 2 անգամ պարբերականությամբ երկուշաբթի և շաբաթ օրերին Վենետիկից դեպի Քութայիսի և Վենետիկ չվերթներ կիրականացնի։ Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան Քութայիսի միջազգային օդանավակայանում հատուկ ուշադրություն է կազմակերպել Վենետիկից առաջ չվերթող ժամանող ուղևորների համար։
Սննդի ազգային գործակալությունը ստուգում է հանրային սննդի հաստատություններով տապակման համար օգտագործվող ճարպի որակը, մինչև այժմ ստուգված օբյեկտներում խախտումներ չեն հայտնաբերվել։ Մեծ և փոքր օբյեկտները ստուգվում են ամբողջ երկրի մասշտաբով։ Բարձր ջերմաստիճանի հետևանքով ժամանակի ընթացքում յուղում կուտակվում են առողջության համար վնասակար միացություններ։ Խորհուրդ է տրվում հաճախակի փոփոխություններ կատարել։ Սննդի ազգային գործակալությունը կոչ է անում սպառողներին խախտում հայտնաբերելու դեպքում զանգահարել 1501 թեժ գծի վրա։